Վարդի մասնակիցները դատարան լսեց յուրաքանչյուրի կարծիքը կապակցությամբ, դատարանը իրոք արձանագրում է հետևյալը, եւ դա փաստ է բոլորդ գիտեք, Վագն Չախալյանի վերաբերյալ մեկ այլ քրեական վարույթի առկա 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված քրեական օրենսգրքի 34 հոդվածի առաջին մասով ոչ միայն Վագն Չախալյանի, այնտեղ եւս 3 կամ 4 անձիկ կան, եթե չեմ սխալվում, մեղադրյալի կարգավիճակ ունի այդ գործով, որը մեղսագրվում է, վերագրվում է առանձնապես ծանր արարք, որի համար պատիժ է նախատեսում բավականին բարձր ժամկետով, 10 տարուց ավելին, այդ գործի շրջանակներում դատարանի կողմից խափան միջոց է ընտրված չեռանալու մասին ստորագրությունը, եւ այդ գործի շրջանակներում դատարանը իրոք 1, 2 կամ ավելի անգամ թույլատրել է Վագն Չախալյանին Հայաստանի Հանրապետության սահմանը հատելու, մեկնելու Ջավախ, եթե ես չեմ սխալվում, անձնական հարցերով ընդհանուր մինչև ծնողների առողջական խնդիրների հետ կապված այդ հարցերի հետ կապված։ Սույն գործով, սա այդ գործի հետ կապված։ Սույն գործով մեղադրյալի նկատմամբ խափան միջոց կիրառելիս դատարանը արձանագրել էր հետևյալը, որ քրեական դատավարության օրենսգրքի 43 հոդվածով պարտականությունների հետ կապված, որ կարող է ոչ պատշաճ կատարել, նաև հանցանք կատարելու հավանականությունն է բարձր գնահատել, այդ կապակցությամբ խափան միջոց է կիրառել կալանքը եւ երկարաձգել մինչեւ մարտի 4-ը սույն թվականի։ Դատարանը իրոք արձանագրում է, որ այս գործի ընթացքում, քննության ընթացքում խափան միջոցի հիմքերը բնականաբար այն ռիսկերը, որոնք որ առկա են, նվազում են գնալով նվազում են։ Այս պարագայում, այս դեպքում Վագն Չախալյանը 2025 թվականի հուլիսի 4-ից գտնվում է կալանքի տակ։ Դատարանը նաև ինչի համար է դատարանը նախորդ դատական նիստին ձեզ նշել, որ նոր հանգամանք, եթե կա, դուք ասում եք ընտանիքը SS վիճակում է, բարի ընտանիքի կազմի վերաբերյալ ներկայացրեցիք այդ բոլոր փաստաթղթերը, որոնք որ կար։ Դատարանը նայեց ուշադրությամբ, զննեց այդ ամեն ինչը։ Արդյունքում դատարանը հանգում է հետևյալին. նվազել են խափան միջոցի հիմքերը, բայց ոչ այն աստիճան, որ անազատության հետ կապված խափան միջոցների հնարավորություն լինի կիրառելու, այսինքն ուշադիր լսեք ինչի մասին է դատարանը այդում։ Դատարանը գտնում է, որ մարտի 4-ից մեղադրյալի նկատմամբ կիրառված խափան միջոց կալանքը պետք է փոխել տնային կալանքով 3 ամիս ժամկետով եւ նաեւ նյութական վիճակը հաշվի առնելով դատարանը գրավի կիրառում ոչ իրատեսական է համարում, կրակ չի կիրառում, բացակայելու արգելք է համակցված կիրառում, տնային կալանք բացակայելու արգելք։ Ժողովուրդ ջան, թույլ տվեք ես ավարտեմ, հա։ Ուրեմն տնային կալանքը մեղադրյալը պետք է կրի Կոտայքի մարզի Նայրի համայնքի Քասախ Հարությունյան 3 փողոց 8/1, ճիշտ է ասել, 8/1 տունը չէ ասել, 8/1 ասել, տնային կալանքի ընթացքում դուք պետք է այն հասցեն, որը որ դատարանը նշեց, պետք է չհյուրընկալեք այլ անձանց այդ հասցեում եւ չօգտվեք հարթակցության այլ ձևերից, բնականաբար դա բացառություն է կազմելու ձեր ընտանիքի անդամները, ովքեր որ ձեր հետ բնակվում են, եւ մերձավոր ազգականները։ Այդ անձանց չի վերաբերելու, ինչպես նաեւ ձեր պաշտպաններին։ Մյուս անձանց հետ դուք իրավունք ունեք հյուրընկալելու այդ հասցեում։ Էլեկտրոնային միջոցների կրմանվեք այդ էլեկտրոնային տնային կալանքը հսկողությունը սահմանվելու է էլեկտրոնային միջոցների կիրառմամբ, պրոբացիայի ծառայության վրա է դրվելու այդ պարտականությունը, հսկողությունը իրականացնելու, բացակայելու արգելքի մասով
իրավասու մարմնի դատանը որոշման օրինակը կհասցագրի, որպեսզի խոցեն բան չա, որպեսզի Հայաստանի Հանրապետության տարածքը չհատի։ Սա դատանի որոշումն է։ Ես նորից եմ կրկնում, նվազել է, բայց ոչ այն աստիճան, որ մյուս այսինքն վարչական հսկողությունը այս պարագայում տվյալ դեպքում դատաքննության տվյալ փուլում դատանը գտնում է, որ դեռևս իզորու չէ։ Եթե համաձայն չեք լինի դատանի որոշման հետ, կարող եք այն վերաքննիչ քրեական դատանան բողոքարկել։ Հաջորդ ես հեսա կասեմ, հա։ Հաջորդիվ էլ ես ուրեմն որպեսզի վարքի մասնակիցներին պարզ լինի, չմտածեք, որ դատանը շատ շտապելու բան չունեմ, դատանը շտապելու բան չունի, դատանը ընդամենը վարքի մասնակիցներին բազմիցս առաջարկ արվել, հարգելի վարքի մասնակիցներ, ծավալ հետ կապված ձեր դիրքորոշումը վերջնական ներկայացրեք, ճիշտ է, խափամիջոցների հարցը բավականին երկարատև է, բան չունեմ ասել, բայց այս դեպքում, երբ որ մենք ապացույցների որոշակի ծավալ սպառենք, սենց ասեմ, ոչ թե ձևական, այլ իրոք հետազոտ ենք սպառենք, դատանի մոտ այն մտավախությունները, որոնք որ կա ռիսկերի առումով, որ կարող է այս կամ այն ռիսկը միանշանակ նվազելու է, միանշանակ, եւ դա ոչ թե ընտրովյա, դա բոլորի նկատմամբ, եւ Բագրատ Սրբազանի, եւ Չախալյանի եւ մյուս մեղադրյալների հետ կապված։ Ինչ վերաբերում է ընտրական վերաբերմունք չկա այստեղ, հարգելի դատավարության մասնակիցներ, սա բնական է, որ յուրաքանչյուր մեղադրյալի նկատմամբ խափան միջոց կիրառելիս դատանը ռիսկերը գնահատում է յուրովի, իրոք, տվյալ անձի, սուբյեկտիվ կարծիք է ձեր մոտ, որ ասում եք հաշվեհարդար տեսնել, ինչ հաշվեհարդար տեսնելու մասին խոսք է այստեղ։ Օրինակ դատանը ինչ հաշվեհարդար պետք է տեսնի Չախալյանի մյուսի, կամ ինչի համար։ Ինչի համար։ Հարցնում եք պատասխանը։ Չէ, ես հարցնում եմ հենց սենց, ինչի համար պետք է։ Չէ, հարցնում եմ ոչ, ես թույլ չեմ տվել։ Ինչու եք հարցնում։ Նստեք, արգելես եք։ Ինչու եք հարցնում։ Ես չեմ հարցնում։ Բա հարց եք Սա տալու։ ռետորական տեսքով եմ ասում, որ Ես էլ ռետորական կպատասխանեմ։ Չէ, ես կպատասխանեմ, չկա նման հաշվեհարդարի։ Եթե թույլ կտակ մեկնաբանեմ հաշվեհարդար հետ կապված պատվարժան դատարան։ Հարցը վերջացրեցինք խափամիջոցի կապված։ Հարցը խափամիջոցի կապված։ Համարեցինք, սրանով սահմանակապատ։ Դրա հետ կապված պարզաբան չեմ տալի, այլ հարց կա, այլ պարզաբան։ Որոշման հետ կապված պատվարժան։ Պարզաբանման կարիք չկա, նստեք։ Որոշումը հասկանանք, որոշումը այս պահից է ուժի մեջ մտնում, թե ամսի 4-ից լրանալուց հետո։ Խոսքը դրան է։ Որոշումը ուրեմն յետակա բողոքարկման 10 օրյա ժամկետում երբ որ կստանանք, դատանը պարզ նշեց։ 4 մարտ 2026 թվականից հետո խափան միջոց կալանքը փոխվել է տնային կալանքով, անձը տեղափոխվել է իր բնակության վայր, հասցեն դատանը նշեց, սահմանափակումներն էլ դատանը նշեց։ Եթե պարզ չի, եւս մեկ անգամ կարող եմ կրկնել։